Բարի լույս սիրելի հեռուստադիտողներ, կրկին մենք ունենք շատ հետաքրքիր եւ կարևոր ինֆորմացիոն հյուրեր, որի մասին անպայման մենք ուզում ենք ձեզ հետ խոսել ու նաև ձեզ իրազեկել այս կարևոր թեմայի մասին։ Ամեն տարի հոկտեմբերին անցկացվում է կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման միջազգային առողջապահական արշավը, որի հիմնական նպատակներն են բնակչության իրազեկվածության բարձրացումը եւ վարքի փոփոխության խթանումը կրծքագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերման, հիվանդության ռիսկի նվազեցման եւ առողջապահության մատչելիության բարելավման համար։ Այս տարվա կարգախոսն է յուրաքանչյուրի պատմությունը յուրահատուկ է, յուրաքանչյուրի անցած ճանապարհը կարևոր է։ Հիվանդության կանխարգելման տարածվածության եւ իրազեկվածության կարևորության մասին կզրուցենք մասնագետի հետ։ Մեր հյուրն է ուռուցքաբան մամոլոգ Լուսինե Ջիլավյանը։ Բարի առավոտ։ Բարի առավոտ։ Շատ շնորհակալ եմ, որ հյուրընկալվել եք մեր տաղավարում ու շատ կարևոր խնդրի մասին ենք զրուցելու։ Իսկապես կարևոր ամիս է եղել հոկտեմբերը այս հիվանդության, այս դաժան հիվանդության մասին։ Կխնդրեմ մեզ ներկայացնեք, ասեք ինչ է կրծքագեղձի քաղցկեղը իրենից ներկայացնում։ Կրծքագեղձի քաղցկեղը դա կրծքագեղձի հյուսվածքից առաջացող ուռուցք է, ուռուցքային պրոցես է, որը կարող է առաջանալ կրծքագեղձի թե բլթակներից, թե ծորաններից, կա նաև ուռուցքային պրոցես, որը կոչվում է սարկոմա, դա առաջանում է կրծքագեղձի հենքից, եւ բացի այդ տեսակները կախված նաև կան կրծքագեղձի քաղցկեղի մոլեկուլյար ենթատիպեր, որոնք շատ առանցքային պահ են բուժման ընտրության հարցում, դեղորայքային բուժման ընտրության հարցում եւ շատ կարեւոր են բուժման էֆեկտիվությունը ապահովելու հարցում։ Իսկ հիմնականում ինչ գանգատներով են դիմում կանայք ու ինչպես կարող են արտահայտվել, այսինքն որոնք են նախանշանները, որոնց արդյունքում հնարավոր է հայտնաբերել այս չարիքը։ Կրծքագեղձի քաղցկեղի դեպքում հիմնական գանգատը կնոջ մոտ դա գոյացության առկայությունն է կրծքագեղձում, որը շոշափում է կինը, կամ պտուկից արտադրության առկայությունը, արյունային բնույթի կամ այլ գույնի, սակայն պետք է նշեմ, որ շատ հաճախ այս հիվանդության վտանգը կայանում է նրանում, որ կինը կարող է ոչ մի գանգատ չունենալ։ Եվ պրոցեսը ոչ մի ձևի հիվանդությունը չդրսևորվի, կրծքագեղձում լինի այդ ուռուցքային պրոցեսը առանց որևէ նախանշանի եւ կինը շատ երկար այդպես հանգիստ ապրի։ Հենց այս նպատակով ենք մենք ասում, որ պարբերաբար կինը պետք է անցնի հետազոտություններ եւ պարտադիր չի գանգատի հայտ գալու դեպքում նոր գնա հետազոտության պարտադիր, տարին մեկ անգամ գոնե կանայք պետք է հետազոտվեն։ Ընդհանրապես գիտեք, բժշկուհի մենք շատ բժշկական ոլորտի մասնագետների ենք հրավիրում մեր տաղավար ու շատ ենք խոսում առհասարակ առողջության կարևորության մասին եւ բոլորը մեկ բան են ասում։ Կապ չունի թե ինչ հիվանդության մասին ենք խոսում, որ պետք է ժամանակ առ ժամանակ ստուգվել, ժամանակ առ ժամանակ պարբերաբար անցնել այդ կարևոր հետազոտությունները, որպեսզի խնդիրը կանխարգելվի ժամանակին։ Սիրելի հեռուստադիտողներ, ձեզ եւս ես առաջարկում եմ, այո, հատկապես սիրելի կանայք, ձեզ եւս առաջարկում եմ այս խնդրից խուսափելու համար ժամանակին ստուգվել, կանխարգելել այս խնդիրը ու գտնել դրա վաղ փուլերում առաջացած վտանգները։ Մի փոքր խոսենք մեր տարածաշրջանի մասին, ինչպիսի տարածվածություն ունի այս խնդիրը Հայաստանի Հանրապետությունում։ Առհասարակ ամբողջ աշխարհում ոչ միայն կրծքագեղձի քաղցկեղը, այլ բոլոր տեսակի քաղցկեղների թվի աճ է գրանցվում։ Հայաստանում նույնպես, եւ Հայաստանում կրծքագեղձի քաղցկեղը տարեկան դեպքերի թիվը կազմում է մոտավորապես 1500 նոր դեպք է հայտնաբերվում, եւ տարին տարի վրա, որ դինամիկայում նայում ենք, ավելանում են այդ թվերը։ Սա պայմանավորված է ոչ միայն հիվանդության բացարձակ թվերի աճով, այլև պայմանավորված է այս շնորհիվ նմանատիպ իրազեկման, որոնք կանայք իրազեկվող քայլերի, կանայք ավելի հաճախ են գնում հետազոտվելու, եւ այն կինը, որը գանգատ չուներ, բայց իրականում կրծքագեղձում խնդիր ուներ, այդ կանանց մոտ արդեն հայտնաբերվում է եւ դա բերում է թվերի աճի նույնպես։ Այսինքն այդ ընդհանուր թվականակի մեջ վաղ փուլերում հայտնաբերված կրծքագեղձի քաղցկեղի թիվը տարեցտարի ավելի շատանում է։ Ինչը այո, ցավալի է։ Իսկ որոնք են հիմնական ռիսկի գործոնները։ Ռիսկի գործոնները շատ բազմազան են կրծքագեղձի քաղցկեղի դեպքում, դա սկսած առողջ ապրելակերպի բացակայությունից, սննդակարգում ռաֆինացված սննդի ընդունումից, ալկոհոլի չարաշահումից, ծխախոտի չարաշահումից, բայց բոլոր վնասակար սովորությունները դրանք ընդհանուր ռիսկի գործոններն են, սակայն այստեղ կարևոր է նաև մեկ կարևոր հանգամանք, որ կանայք երբեմն օգտագործում են հորմոնալ պրեպարատներ, դրանք կլինեն օրալ կոնտրացեպտիվներ կամ ցավոք հիմա շատ է բավականին չբերությունը, որի դեպքում կիրառում են
ձվարանների ստիմուլյացիա, բավականին մեծ հորմոնալ պրեպարատներով, դոզաներով եւ նման դեղորայքի օգտագործումը կարող է բերել, եթե կրծքագեղձում ունի խնդիր կինը եւ բավականաչափ ստուգված հետազոտված չէ, կարող է բերել այդ խնդիրների խորացմանը։ Այսինքն ուղղակի ինչ որ մի ազդող հանգամանքի Այո, նպաստի եւ դրսեւորվի։ Իսկ ինչպես մենք խոսեցինք կանխարգելման մասին, առհասարակ այս հիվանդության կանխարգելման մասին, որոնք են կանխարգելման արդյունավետ մեթոդները։ Կանխարգելման արդյունավետ մեթոդները դա առաջինը պետք է նշեմ, որ պրոֆիլակտիկ հետազոտություններն են, այո, ինչպես ասեցինք, եւ կա նաեւ կրծքագեղձի քաղցկերի դեպքում գենային մուտացիաներն էլ նշանակություն ունեն, BRCA եւ մի շարք այլ գեներ կան, որոնց մուտացիան որոշելու դեպքում, եթե կնոջ մոտ հայտնաբերվում է այդ մուտացիաները դրական են լինում, այդ կանայք պետք է ավելի հետևողական լինեն եւ ավելի հաճախ հետազոտվեն, որպեսզի կանխարգելեն։ Կանխարգելվի։ Իսկ գիտեմ իհարկե հիմա հարցս կարող է մի տեսակ տարօրինակ հնչել, ինչպես պետք է կանխարգելել կրծքագեղձի քաղցկեղը, որովհետև նախ խոսեցինք, նշեցինք այն մասին, որ հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս է եղել, այս ամենը ըստ վիճակագրության որքանով է ազդում ու նպաստում նաև կանխարգելմանը։ Որպես իրազեկման ամիս, ինչքանով է դա նպաստում։ Շատ է նպաստում այն առումով, որ օրինակ հիմա Հայաստանում բոլոր մարզերում ընթանում է կրծքագեղձի քաղցկեղի հայտնաբերման սկրինինգային ծրագիր է ներառվել եւ կանայք հետազոտվում են պարբերաբար տարբեր մարզերում անվճար հետազոտություններ են անցնում, որպեսզի չնչին իսկ փոքրիկ փոփոխություն հայտնաբերելու դեպքում կանայք ուղղորդում են մասնագիտացված կլինիկաներ եւ լրահետազոտությունների միջոցով պարզում են խնդիր կա թե չկա։ Հրաշալի։ Իսկ որոնք են ավելի մի փոքր ավելի մանրամասն խոսենք բուժման վիրահատական այդ գործընթացի մասին, ինչպես։ Բուժման մեթոդները դեղորայքային բուժման մեթոդը կիրառվում է եւ միաժամանակ նաեւ հաջորդում է կամ նախորդում է վիրահատությունը դրան։ Վիրահատության առումով կրծքագեղձի քաղցկեղի դեպքում այսօր Հայաստանում բավականին ես որպես վիրաբույժ կարող եմ ասել, որ վիրահատությունները բավականին առաջընթաց են ապրել տեխնիկայի վիրահատական տակտիկաները բավականին զարգացել են, փոփոխվել են, կիրառում ենք պլաստիկ վիրահատություններ եւ որպես կանոն փորձում ենք կնոջ տեսքը, այո, արտաքին տեսքը ապահովել, որովհետեւ դա կնոջ համար կրծքագեղձը շատ կարեւոր օրգան է նրա կանացիության համար եւ փորձում ենք այնպես անել, որ կինը վիրահատությունից հետո անգամ իրեն լիարժեք զգա եւ դա պետք է նշեմ, որ բավականին բարենպաստ է անդրադառնում վիրահատական ռեաբիլիտացիոն ընթացքի վրա կնոջ այդ պոզիտիվ հոգեբանական վիճակը։ Պլաստիկ վիրահատություն։ Այո, մենք հիմա բոլոր կանանց, եթե հնարավորություն է տալիս կոնկրետ դեպքը կլինիկական, այո, առաջարկում ենք պլաստիկ վիրահատություն, կրծքագեղձի վերականգնում իմպլանտներով, էքսպանդերով կամ իրականացնում ենք օնկոպլաստիկ ռեզեկցիաներ, ասել է թե հեռացնում ենք մենք կրծքագեղձի այդ գոյացությունը առողջ հյուսվածքների սահմաններում, իհարկե սա կարելի է կիրառել միայն այն դեպքերում, եթե հիվանդությունը վաղ փուլերում է։ Հասկացա։ Իսկ ինչքանով է հեշտ կնոջ համար այդ հետվիրահատական շրջանը, որքան է տևում հետվիրահատական այդ ռեաբիլիտացիոն շրջանը։ Բավականին կրծքագեղձի վիրահատությունների դեպքում ռեաբիլիտացիոն պերիոդը կարճ է։ Եթե կիրառում ենք օրինակ օնկոպլաստիկ ռեզեկցիաներ, կուրծքը պահպանում ենք եւ հեռացնում ենք միայն գոյացությունը, այն կարող է տևել 2-3 օր եւ կինը վերադառնում է լիարժեք կյանքին, իհարկե որոշակի ֆիզիկական ակտիվության սահմանափակումով, որոշակի սահմանափակումներով, մի քիչ ավելի երկար է տևում, եթե իմպլանտ ենք տեղադրում, բնականաբար 3-4 կարող է ավել ամիսներ կնոջը սահմանափակումներ որոշակի պահանջվի կինը որոշակի սահմանափակումների հետևի, դա ֆիզիկական ակտիվության սահմանափակումն է եւ մի շարք այլ սահմանափակումներ։ Փոքրիկ վիրահատությունից հետո մարդիկ բժիշկները հիմնականում առաջարկում են շատ չշարժվել, պահպանել այդ հանգստությունը, պատկերացնում նման վիրահատությունից հետո։ Եվս մեկ անգամ կխնդրեմ նշեք 4-ից 5 ամիս ասացիք։ Հիմնականում 4-ից 5 ամիս կախված կնոջ անհատական ֆիզիկական այդ ակտիվությունից։ Ես ուզում եմ նորից դիմել հեռուստադիտողներին, ասել, որ շատ կարճ համենայն դեպս հետվիրահատական շրջան է, բայց վստահ եմ, որ շատ կարևոր շրջափուլ է սկսվելու, եթե դուք կատարեք այս հետազոտությունները։ Ինչ խորհուրդ կտաք այն կանանց, ովքեր որ վախենում են հետազոտվել կամ այն կանանց, ովքեր որ արդեն գտնվում են բուժման
process-ի մեջ։ Նախ առաջին հերթին խորհուրդ կտամ չվախենալ, որը շատ կարևոր է։ Եվ չվախենալու շնորհիվ, եթե անգամ կա խնդիր, այն կհայտնաբերվի վաղ փուլում եւ ռեաբիլիտացիոն պերիոդը կարճ կլինի, բուժման էֆեկտիվությունը շատ ավելի բարձր կլինի։ Իսկ այն կանայք, ովքեր գտնվում են բուժման process-ում, ես խորհուրդ կտամ, որ ուղղակի լինեն լավատես եւ փորձեն տեսնել կյանքի դրական կողմերը եւ հասկանալ, որ կյանքի բոլոր խնդիրներն միշտ լուծում կա։ Եվ երեք ճիշտ ասած ուզում եմ ձեզ հետ կիսվել, երեք մի ներկայացում եմ դիտել, որտեղ ասում է, որ անվասայլակին նստած մի ծեր մարդ կար, ով ասում էր, որ շնորհակալ եմ Աստծո, շնորհակալ եմ, որ հենց այս կերպով եմ փրկվել, իսկ մեկը ուղղակի դրա համար Աստծուն մեղադրում է, ասում է, որ ինչու եմ ես անվասայլակին հենված։ Կարծում եմ, որ առհասարակ միշտ պետք է շնորհակալ լինել ու միշտ պետք է գոհանալ Աստծուց այն ամենով, ինչը որ տրված է, եւ գուցե այն փորձությունները, որոնք որ գալիս են մարդկանց, գալիս են այն քանակով, այն չափաբաժնով, որը մարդը պատրաստ է ընդունել։ Ինձ հետ կհամաձայնեք։ Այո, սիրելի հեռուստադիտողներ, կրծքագեղձի քաղցկեղը կանանց շրջանում ամենատարածված քաղցկեղն է ամբողջ աշխարհում։ Վիճակագրական տվյալները շատ ավելի վախեցնող են ու սթափեցնող, ինչը շատ ցավալի է, այնպես որ սիրելի կանայք, հետևեք ձեր առողջությանը, հետևեք ձեր առողջ ապրելակերպին ու մի սպասեք, որ որևէ մեկը կանի դա ձեր փոխարեն։ Կարևորագույնը ու ամենակարևորը բուժման ճիշտ ընթացքն է եւ նախափուլում ճիշտ հայտնաբերումը։ Այո, ես վստահ եմ, որ ամեն ինչ ավելի արդյունավետ կլինի, թող տարեց տարի պակասեն բոլոր այն կանայք, ովքեր որ ունեն նման խնդիր եւ ավելի շատ առողջ պացիենտներ կանայք։ Այո, դիմեն ձեզ ուղղակի Պրոֆիլակտիկ հետազոտություններ։ Այո, թող ուղղակի ընդհանրապես հետազոտվեն կամ ինչ-որ ավելի գեղեցիկ։ Եվ ասեմ, առողջ եք, կարող եք գնալ տուն։ Այո։ Կհանդիպենք մեկ տարի։ Շնորհակալ եմ։ Շատ շնորհակալ եմ, որ մեզ հետ օրը սկսեցիք, Տիկին Ջիլավյան։ Ձեզ մաղթում եմ լավ օր ու լավ օրվա շարունակություն։ Շնորհակալ եմ, շատ հաճելի էր։